Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Միևնույն ժամանակ դատարանը վերացրել է Սրբազանի նկատմամբ կիրառված բոլոր տեսակի սահմանափակումները։ Իսկ ընթացքում պաշտպանական կողմը Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին քրեակատարողական հիմնարկում մեկուսացնել է, անվանել է ոչ թե խափանման միջոց, այլ պատիժ, հաշվի առնելով նրա հոգևոր կարգավիճակը։ Պաշտպանը մեղադրանքն անվանել է շինծու եւ ընդգծել, որ նույնիսկ սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ երբեմն կիրառվում են այլընտրանքային միջոցներ, մինչդեռ Սրբազանին պահում են անազատության մեջ։ Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ նիստերին կալանքի ժամկետը երկարաձգվել էր վկաների հարցաքննության անհրաժեշտությամբ, սակայն մեղադրական եզրակացության մեջ որևէ վկա նշված չէ։ Կարգալույս քահանա Ստեփան Ասատրյանը, ում հարցազրույցից հետո մեղադրանք էր առաջադրվել Արագածոտնի թեմի առաջնորդին, ևս ներկա էր դատական նիստին։ Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանի վարորդը եւ իր ազգականը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նռնակը պայթել է Արուշանյանի վարորդ Արեն Յոլյանի ազգականի ձեռքում կենցաղային հարցի շուրջ վիճաբանելու ընթացքում։ Մեկ վիրավոր տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ 2020 թվականի այսինքն նոյեմբերի ադրբեջանական կալանքից հունվարի 14-ին Հայաստան վերադարձած Գևորգ Սուջյանը, որը գերեվարվել էր դեռևս 2020 թվականի նոյեմբերին, առաջին անգամ մանրամասներ է պատմել Բաքվի բանտում անցկացրած տարիների շինծու դատավարությունների մասին։ Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ Սուջյանը պատմել է, որ հենց սկզբից ադրբեջանի պաշտոնյաներն իրեն անկեղծորեն խոստովանել են, որ իր բանտարկությունը որևէ կապ չունի հանցանքի հետ։ Բոլոր դատերը տեղի ունեցել ապօրինի առանց հիմքերի բռնի մարդկանց դատել են նույնն ես դատարան եմ գնացել, ես ոչ փաստաբան եմ տեսել մինչև դատարան, ոչ ծանոթացել եմ այն մեղադրանքի հետ, որը ինձ առաջադրել են, ոչ մի բանի հետ ես ընդհանրապես ոչ ծանոթացել եմ, ոչ տեղում աչքերս կապած տարել են, մցրել են դատարանում իրենց խոսքը ասել են, հաշվի չեն առել մեր խոսքը ընդհանրապես, բերել գցել են խուց, նորից դատարան, սռոկը տվել են, պատժաչափը իրենց մտածելով ու բերել են նորից խուց։ Այսքան ամբողջ ընթացքը ես պայքարել եմ, ես ասում էի, եկեք մի փաստ ցույց տվեք, ապացուցեք իմ մեղքը, ես տղամարդ եմ ու կկրեմ իմ պատիժը, ես կնստեմ առանց որևէ ցեն հանելու, կնստեմ խելոք, սուս փուս, 15 տարի։ Ասում են, հա, դու մեղք չունես, բայց պետքա մնաս, որովհետև պետքա ձեր պետության հետ մենք լուծենք հարցեր։ Մեզ պետքա, որ քեզ սռոկ տանք, դու նստես այնքան ժամանակ, քանի դեռ հարցերը չի լուծվել։ Հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Մինչ Հայաստանը շարունակում է քննարկել, թե ինչ ապրանքներ կարելի է արտահանել Ադրբեջան, վարդ, լոլիկ, թե այլ ջերմոցային ապրանքներ, հարևան երկրի պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ միայն 2025 թվականի ընթացքում Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ $800,000 արտադրանք, իսկ մեր երկիրը նույն ժամանակահատվածում անգամ $1 ապրանք չի արտահանել Ադրբեջան։ How did we arrest a 5-year-old? Well, I did a little bit more follow-up research. JD Vance-ի հարավկովկասյան այցը նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, ուստի տրամաբանական է, որ դրա հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը։ Այսօր Թբիլիսիում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հարցին, թե ինչու է Վենսը փետրվարին սպասվող այցի ընթացքում շրջանցելու Վրաստանը, Կոբախիձեն պարզաբանել է, որ իրենք պատրաստ են Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ծավալել, սակայն ընտրությունը ամերիկյան կողմինն է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտնել էր, որ փոխնախագահ JD Vance-ը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար։ Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար առաջին հերթին կհանգեցնի տուրիստական հոսքերի ավելացման եւ ծառայությունների ոլորտի աշխուժացման։ Այսօր Մարգարա անցակետում շրջայցի ժամանակ հայտնել է մեր երկրի էկոնոմիկայի նախարարի տեղակալը, շեշտելով, որ սահմանի բացումը կարող է ունենալ արագ գործնական եւ դրական ազդեցություն տնտեսության վրա։ Փոխնախարարի համոզմամբ, քանի որ Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, սահմանների բացումը կօգնի տնտեսվարողներին կրճատել տրանսպորտային ծախսերը, կարճացնել մատակարարման շղթաները եւ ընդլայնել շուկաների հասանելիությունը։ Ըստ փորձագիտական ուսումնասիրությունների, ակնկալվում է ներդրումային հոսքերի ծավալի շուրջ 20% աճ, թե Հայաստանում եւ թե ողջ տարածաշրջանում։
Սառած մայթերը, առած ձյունը եւ ճանապարհին կատաստրոֆիկ խցանումները մի քանի օր շարունակ հանգիստ չեն թողել մայրաքաղաքի ոչ մի անկյուն, մինչդեռ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստում ձնամաքրման աշխատանքները գնահատել է բավարար։ Իմ բարբերաբար դժգոհությունները, որ այստեղ այս դահլիճում բարձրաձայնում եմ, նաև պետք է ի հակադրում դրան նախ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ դեկտեմբերից սկսած մինչև հիմա ինտենսիվ աշխատել են, հարյուրավոր մարդիկ, ովքեր որ օր ու գիշեր աշխատել են, որ մեր ճանապարհները անցանելի դառնան, մեր մայթերը անցանելի դառնան, իհարկե, եւ որոշ դեպքերում իհարկե ունեցել են խնդիրներ։ Ընդամենը մի քանի օր առաջ թե կենտրոնական, թե ծայրամասային հատվածներում ձյան առատեղումներ էին եւ մեքենաները ավելի քան 1 ժամ մնացել էին խցանման մեջ։ Մինչդեռ քաղաքապետարանի խորհրդական Կամո Արայանը վստահեցրել է, հունվարի 23-ի առավոտյան ժամը 10:30-ից ԵԱՍՄ հիմնարկի շուրջ 137 միավոր տեխնիկա տեղակայված է եղել վարչական շրջաններում պատրաստ մաքրման աշխատանքների։ Միաժամանակ մոբիլիզացված է եղել նախապես զգուշացված էր կանաչապատում հողակին, պարոն Բեգոյանի հետ քննարկել ենք, որ իրենք էլ պատրաստ լինեն դուրս գալու մաքրման աշխատանքների։ Աշխատանքները սկսվել են 12-ի մոտ արդեն ժամը, առաջին իսկ գրեթե 1 սանտիմետր դեռ չհասցրած սպիտակած վիճակում ասվածը սկսեցին աղ ու ավազի ցանելու աշխատանքները մայրաքաղաքում։ Նախապես 2-3 ժամ հետո ինձ տրամադրվել է պարոն Կատվալյանի կողմից էլեկտրոնային սխեման, որ մեքենան որ հատվածում է գտնվում։ Եվ այսպես շարունակվեցին աշխատանքները մինչև ուշ երեկոյան, որից հետո առավոտյան արդեն մոբիլիզացվեցին միաժամանակ կանաչապատում հողակի աշխատակիցները, որոնք մաքրել են բոլոր աշճանները, ստորգետնյա, վերգետնյա անցումների, շենքեր տանող, այգիներ տանող։ Արեյանը նաև նշել է, չնայած մաքրման աշխատանքներին արդեն պատրաստ էին, այնուամենայնիվ բախվել են մի շարք խնդիրների։ Գլխավոր խնդիրը ձյան անսպասելի առատությունն ու ճանապարհների ծանրաբեռնվածությունն է եղել։ Ստիպված դիմել են բարեկային ծառայության օգնությանը։ Մենք պատրաստ ենք մեր աշխատանքը կատարելու։ Այո, պարոն քաղաքապետ, պիտի արձանագրենք, որ ունեցանք խնդիր, որը հանգեցրեց բնակչության զայրույթի, բայց հիմնական փաստը սա էր, որ արձանագրվեց հիմնականում կենտրոն վարչական շրջանում, ինչը անդրադարձավ իհարկե մյուս շրջանների վրա։ Քաղաքապետի խորհրդականը շեշտել է, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անհրաժեշտ աշխատանքներ տարվել են, ճանապարհները ազատվել սառցակտորներից։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանի 5 քայլ դեպի ուժեղ Հայաստան տնտեսական ծրագրի մանրամասներն է ներկայացրել շարժման նոր գրասենյակների բացմանը։ Կարապետյանը հիշեցրել է, որ հայրենիքում ապրող 3 միլիոն մարդուց միայն 800,000-ն ունի աշխատատեղ ու նշել, որ հենց այս է հիմք դարձել ազգային բարերարի ծրագրի առաջին ու կարևորագույն քայլի համար։ Մեր տնտեսական ծրագրի առաջին քայլը դա աշխատատեղեր ստեղծելն է եւ ոչ թե ամբողջությամբ գործազրկությունը հաղթելը, որը ռեալ կարճաժամկետ այդքան չէր, 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ 3 միլիոն երկրում, որ 1 միլիոն մարդ աշխատի։ 5 տարվա ընթացքում այդ ցուցանիշին հասնելը մեծ հնարություն կա հասնելու եւ մենք առաջին քայլը դա կանենք։ 20% էժան դեղորայք, գյուղերում երաշխավորված բերքի մթերում եւ մատչելի բնակարանային ծրագիր։ Սրանք Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի հաջորդ քայլերն են, որոնք Նարեկ Կարապետյանը եւս ներկայացրել է ներկաներին։ Տնտեսական հարցերից բացի Կարապետյանը անդրադարձել է նաեւ մեր երկրի արչեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին։ Շարժման համակարգողը հայտարարել է, որ իրական ղեկավարը նա է, ով բանակցությունների միջոցով կարող է կանխել բախումները։ Նարեկ Կարապետյանը անթույլատրելի է համարել շարունակապար զիջումների գնալը ու մեր երկրի ներկայիս վիճակը համեմատել հայտնի հեքիաթի հետ։ Մեզ պետք է ղեկավար, որ հերրու տանի մեզանից է սարսափը։ Ամեն օր նոր վտանգ, մեզ վախեցնում են, հեսա եթե սա չանենք, կսկսեն, նա չանենք, կսկսեն։ Ու տենց հիշում եք կրկվի հեքիաթը, հայկական ժողովրդական հեքիաթ է, որ մի ձագիթ տուր, երկրորդ ձագիթ տուր, երրորդ ձագիթ տուր, տենց չի լինում։ Վերջում կանչեցին, հիշում եք, աղվեսին ով քշեց։ Շնորհակալ եմ բոլորից։ Ուժեղ Հայաստան կլինի բոլորիս աշխատանքի ու պայքարի եւ համառության արդյունքում։
Իրանը միջազգային նատյաններում հայցեր է ներկայացրել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ, մեղադրելով նրանց ահաբեկչությանն աջակցելու համար։ Իրանի դատական համակարգի ղեկավարը հայտարարել է, որ վերջին բռնի անկարգությունների գլխավոր դերակատարները ԱՄՆ-ն եւ Իսրայելն են։ Նրանք, ովքեր հարձակվել են խաղաղ բնակիչների եւ անվտանգության ուժերի աշխատակիցների վրա, եղել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հանցագործները, ասել է նա։ Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության, ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Որոշումը այժմ ամերիկյան կողմինն է։ Ցավոք, նախագահ Բայդենի վարչակազմի ստեղծած վրաց-ամերիկյան հարաբերություններն այդքան էլ հարթ չէին, ասել է նա եւ նշել. տեսնենք, թե այժմ ինչպես կզարգանան մեր հարաբերությունները։ Մենք համբերատար սպասում ենք, ասել է Կոբախիձեն։ Думаю, що і та нас ми розуміємо. Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է եւ Կիևը սպասում է դրա ստորագրման տեղի եւ ժամի մանրամասներին, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել։ Զելենսկու խոսքով ստորագրելուց հետո փաստաթուղթը պետք է վավերացնի ԱՄՆ կոնգրեսը եւ Ուկրաինայի խորհրդարանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները շարունակվելու են այս շաբաթ։ Я думаю, що ти зіграв важливу роль, що ми сьогодні втрьох Եվրամիությունը հաստատել է ռուսական գազի ներկրումից հրաժարվելու մասին որոշումը։ Նախագծի համաձայն ներկրման վերջնաժամկետն է 2027 թվականի նոյեմբերի 1-ը։ Որոշմանը դեմ են արտահայտվել անդամ երկրներից երկուսը՝ Հունգարիան եւ Սլովակիան։ Հունգարիայի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ որոշումը բողոքարկելու է Եվրոպական դատարանում։ Այժմ Ռուսաստանը մատակարարում է Եվրամիության գազի 13%-ը։ Մինչև Ուկրաինայում պատերազմը ռուսական գազի մասնաբաժինը Եվրոպական շուկայում հասնում էր 40%-ի։ Հունաստանի Տրիկալա քաղաքի մոտակայքում գտնվող թխվածքաբլիթների գործարանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալով կա 3 զոհ, 2 անհետ կորած, 8 մարդու հաջողվել է փրկվել։ Հրդեհից առաջ լսվել է ուժեղ պայթյունի ձայն։ Ոսկու գինը կտրուկ աճել է գերազանցելով 1 ունցիայի արժեքավոր մետաղի զանգվածի չափման միավորի համար $5,000։ Թանկարժեք մետաղի շուկայական գինը բարձրացել է 1,5%-ով։ Ավելի վաղ այն հավասար էր $5,100, ինչը բոլոր ժամանակների ամենաբարձր արժեքն է եղել։ 2026 թվականին թանկարժեք մետաղի գինը բարձրացել է ավելի քան 17%-ով։